Հայաստանի բուդոշին մարտարվեստի ֆեդերացիան ապրիլյան պատերազմի հերոս տանկիստ Վլադիմիր Ալիխանյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար էր կազմակերպել այն դպրոցում, որտեղ սովորել է հերոսը։ Անմահ հերոսն ես հայ ժողովրդի, հավերժ կմնաս դու մեր սրտերում, ջերմակ գագաթը դեռ Արարատի, վստահ վկան է ձեր հաղթանակին։ Հուշամրցաշարին մասնակցում էին Լոռու եւ Տավուշի մարզերի 70 աղջիկներ եւ տղաներ։ Մրցաշարն անցկացվեց անհատական կատա եւ անհատական կումիտե փուլերով։ Այս միջոցառման բուն նպատակը նաև որ մենք հիշենք մեր հերոսներին եւ հասկանանք, որ ոչ մեկ չէ պատկերացնում ունենք հերոսանալու է, բայց բոլորի մեջ այն հայոց հզոր առնով պատերազմող երկրի մեջ է ապրում, բոլորի մեջ ծնված օրինակա։ Առաջին տեղի մրցանակը հանձնվեց 10 տարեկան Գոր Վարդանյանին, երկրորդ տեղը զբաղեցրեց 15-ամյա Արմեն Գյուլզատյանը։ Վլադիմիր Ալիխանյանի սխրանքը միշտ հիշելու եւ նրա քաջության օրինակը մյուս աշակերտներին փոխանցելու նպատակով դպրոցի ռազմագիտության դասարանն անվանվել է հերոսի անունով։ Իսկ ինչ կարող է տալ այդպիսի անվանափոխությունը։ Առաջին եւ ամենակարևորը տալու է մեր երեխաներին հասկանալու, թե ինչ է հայրենիքի պաշտպանությունը եւ հասկանալու, որ իր կողքին նստած աշակերտը, իր կողքին նստած ընկերը կարող է դառնալ հերոս։ Հերոս տանկիստը 321-րդ տանկի անձնակազմում է եղել 2 օր շարունակ հերոսաբար պայքարելով ոչնչացրել են 3 ադրբեջանական տանկ եւ պաշտպանել մարտական ընկերների թիկունքը։ Երբ որ նա ռազմի դաշտ դուրս եկավ, նա երբեք չմտածեց ինչ անելու եւ ինչպես է դա անելու։ Նա արեց այն, ինչ որ ինքը կարող էր անել եւ ինչ որ անհրաժեշտ էր անել հայրենիքի պաշտպանության համար։ Բուդոշին մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Օչինյանի տեղեկացմամբ Վլադիմիր Ալիխանյանին նվիրված հուշամրցաշարը կլինի ավանդական։ Լիանա Ներսիսյան, Նաիրա Խաչիկյան, ժամը լրատվական։